ուժի դրսևորում չի, դա վախի դրսևորում է, դա իսկապես վախի դրսևորում է։ Եվ դա դրսևորումն է այն խոր արհամարանքի ու խոր արգահատանքի, որ այդ միջոցներին դիմողները ունեն Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողի նկատմամբ, ում մասին մտածում են, որ վաճառքի առարկա է թանկով թե էժանով առնելու ենք, մեր ասածը անելու, իսկ հետո ծախելու ենք։ Ընդամենը դրա դրսևորումն է։ Ես արդեն առիթ ունեցել եմ քանիցս ասելու, որ ոչ Սամվել Կարապետյանը ինքը, ոչ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը, թեպետ ինքը այդ ուժը չի կարող գլխավորել լինելով եռաքաղաքացի եւ անգամ падգամավոր լինել չի կարող ու մնաց վարչապետ, դա աբսուրդների աբսուրդն է, նոնսենս, համենայն դեպս գործող օրենսդրության շրջանակներում նրանք ուժեղ չեն, նրանք պարզապես հարուստ են, բայց հարուստ լինել դեռ չի նշանակում իշխանություն լինել, իշխանության լինելու համար շատ ավելի խորքային հնարավորություններ են պետք։ Ես շատ կուզեի, որ այդ քաղաքական ուժից որևէ մեկը պատասխաներ համենայն դեպս Հայաստանի Հանրապետության իբրև ինքնիշխան պետության օրակարգում գտնվող հարցերին, ոչ թե անվերջ շրջեին, անվերջ ինչ-որ աբսուրդային ծրագրեր, պոպուլիստական ծրագրեր ներկայացնեին ու դեմագոգիկ հայտարարություններ անեին, առայն թե քանի օր մնաց, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, առայն թե քանի օր հետո կփոխվի այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, առայն որ իրենք արդեն հաղթել են։ Դե հաղթել եք, ինչու եք մասնակցում ընտրությունների, հարցը չէ։ Մեկ է դուք հաղթել եք, այս կամ ինքը հաղթել եք։